հրապարակված է բոլոր շուկաների, որտեղ նայել են կենտրոնացան աշխարհան թվերը, դրանք հրապարակային տվյալներ են, կամ եթե կոնկրետ բենզինը լիագումարին կացում, եթե լի շուկաներ կացեք, նայեմ, որ նախապես ասեմ։ 50-ից շուկաները, պարոն Գևորգյան, դուք խնդրեմ ձեր հայեցողությամբ լիագումարին ստերդալիչում երբ որ քննարկվի, խնդրեմ պարոն Ավետիսյան։ Պարոն Գևորգյան, երկու հարց ունեմ, մեկը այս քննարկման շարունակությունը, տեսեք, ես մի քիչ ավելի կարծում եմ հանրության համար ավելի պարզ, որտեվ երբ որ մենք ասում ենք ինդեքսներ, կենտրոնացվածություն, թուլացել է, ուժեղացել է, իհարկե կան հաշվարկներ, խնդիր չկա, դուք էլ ներկայացրիք, դուք ասում եք գործիքներ կան, որ ունեք այսօր, կան գործիքներ, որ չունեք, շուտով հայցելու եք ազգային ժողովից, նոր գործիքներ, բնական առաջին հայացքից բնական պրոցեսներ են սրանք, դե զարգանում է կյանքը շուկաները, բնականաբար նաև դրա վերահսկողությունը։ Հիմա առաջին հարցս վերաբերում է հետևյալին։ Այն ինչ ստեղ խոսում ենք, կոնկրետ օրինակ քաղաքացիների մասով, պետք է հասկանալի լինի իրենց կյանքի փոփոխության տեսանկյունից, որովհետև օրենքը, կարգը, հետազոտությունը, վելությունը, պետական հսկողությունը, վերահսկողությունը, չգիտեմ ուսումնասիրությունը։ Պարոն Թունյանը բնականաբար այդ հարցերը որ տալիս է ակնհայտ է, ասենք ցանկանում է որ դուք այդ թվերը բերեք, ինքը լավ գիտի այդ մասին եւ ցույց տա որ տեսեք ինչքան լավացել է վիճակը, այն որ մենք ասում էինք կպայքարենք մենաշնորհների դեմ, ուռա կեցե մենք պայքարել ենք, բայց ես որպես քաղաքացի, որը օգտվում է նաեւ տարբեր շուկաներից, բարեբախտաբար, վերջերս դուք էլ եք տեղյակ, մենք միասին քննարկել ենք մի խնդիր, որը միասին էլ պարզեցինք, որ գլոբալ է, չեմ ուզում անհատականացնեմ, բայց ինչ է ստացվում, նաև ձեր գործունեության օրոք, նաև այդ բոլոր ինդեքսների բարելավման օրոք։ Այսօր նաև եւ երեք, վստահ եմ նաև վաղը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեմ հանդիման կանգնում է, ասենք բառը սենց ընտրենք, հզոր տնտեսվարող սուբյեկտի, որպես սպառող։ Այդ հզոր տնտեսվարող սուբյեկտը բառից բուն իմաստով ամեն ինչ ունի, իրավաբաններ, պետք է լինի նաև գիտնականներ, փող ունի լիքը, ինչ ուզի իր իրավունքները պաշտպանության առումով, հասանելի է ամեն ինչին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տոկոսով փողա վերցրել, ինչ որ մի հատ ապրանք է ուզում առնի, կամ իր վաստակը տես կուտակել է, գնում այդ ապրանքն առնում է։ Հիմա դուք ասում եք, մենք պաշտպանում ենք, այս հարթակեն հարթակը, ես խնդրում եմ այն ինչ ասել եք ուշադիր լսել եմ, որ լիքը բան արել եք, եւ ասել եք նաև, որ լիքը բան չեք արել, բայց փաստացի այսօր ես չեմ տեսնում այն թիրախավորումը, պարոն Գևորգյան, ձեր հանձնաժողովի, որը պիտի տեսանելի Հայաստանի Հանրապետության քաղաքացու որպես սպառողի, շահերը տեսանելի, շահերի պաշտպանությունը տեսանելի բարելավ է։ Իրականում չեմ տեսնում։ Հիմա պատճառները կարող են լինեն բազմաթիվ, բայց ես այս գնահատականը տալիս եմ, որովհետև հանրության շատ շերտեր, շատ մարդիկ ամենօրյա գրեթե ռեժիմով այս իմ ասածը իրենց կյանքի վրա զգում են։ Հարցը հետևյալն է, դուք օրինակ, շատ կոնկրետ, ինչ 2025 թվականին, ինչ եք նախաձեռնում, որ այս իմ ասած սպառողի շահերի պաշտպանության դաշտը, խոսքը վերաբերում է խոշոր վաճառող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ամենատարբեր եմ, ցանցեր կան, առևտրային էս կա, այն կա։ Երկրորդ հարցը վերաբերում է գազի շուկային։ Քննարկեցինք, ստեղ, պարոն Գևորգյան, պարզ իրողություն է։ Ամեն օր տեսնում եմ, ինչ էլ ստեղ խոսենք, տաքսու վարորդը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը, որոնց մեքենան վարում են հեղուկ գազով, ամեն օր խոսում են, լրատվականները գրում են մի մասը օբյեկտիվ, մի մասը սուբյեկտիվ, բայց մի հատ փաստ կա, որ աշխարհում ինչ տենդենս տեղի ունեն, որտեղ մենք հեղուկ գազ դժբախտաբար չունենք մեր երկրում, ներկրում վաճառում ենք, ներկրման շուկաներում, հարևան երկրներում եւ Հայաստանի Հանրապետությունում մեր պարզ գնահատումներով, վելություններով իրավիճակը էապես տարբեր է։ Այսինքն, եթե 30-40 դրամից մի քանի օրում դառնում է 160 դրամ մի լիտրը, այդ ոչ տնտեսական բացատրություն կարող ունենա, ոչ էլ, այսպես ասենք, այլ բացատրություններ։ Հիմա դուք էլ եք խոսում դրա մասին, բայց բան չի փոխվում։ Հենա նորից այսօր սկսել է էլի տենց աճել։ Ինչից է գալիս դուք գիտեք,
ինչ գործոններ կան, դուք ամենալավը գիտեք, բայց կոնկրետ օրինակ տաքսու վարորդին պայմանական։ Հիմա ինչ եք դուք ստեղ խոստանալու, որ ասենք այդ քառապատիկ, հնգապատիկ տատանումներ օրվա մեջ, որ օբյեկտիվորեն այդ մարդկանց վրա ազդում է, ամեն ձևով ազդում էլի, ստրեսից մինչև գրպանին հարված, որ այդ լուծելու է կոնկրետ 1-2 քայլ, այսինքն ստեղ դուք եկել եք ոչ միայն արածը ներկայացնեք, նաև ձեր պատկերացումները, բայց ոչ թե օրենքների մակարդակով գլոբալ տենց տեսական, գաղափարական եւ այլ կոնկրետ, որ այս 3 բանն ենք հեսա անելու, սկսել ենք եւ այս 2-3 բանով վստահաբար այս արդյունքը դուք տեսնելու եք, վաղը չէ մյուս օրը։ Այսինքն կառուցեք, մարդիկ իմանան, այս երկու ուղղությամբ մեկը սպառող դեմ անդիմանա հզոր վաճառողին, մեկն էլ գազի, հեղուկ գազի էլի սպառող, որ էլի տես չի հասկանում, ասենք ոնց է, որ այդ 5 անգամ մի օրում գազի գինա փոխվում։ Շատ շնորհակալ։ Պարոն Գևորգյան, խնդրում եմ մեկ էլ նենց կկառուցեք, որ 3-3.5 րոպեի ընթացքում եթե փորձենք Եկեք կառուցեմ, այդ հարցը որտեվ կարևոր բան հանգամանք է, էլի հարցերը որ ճիշտ լինի բոլորի պատկերացումները։ Ես անկեղծ ասած հենց տենց իմ խոսքը կառուցել էի, որ մարդ ինչ է ստանում, բայց չնսեմացնելով պարոն Թունյան հարցը, նաև անդրադարձա այն կառույցներին, որոնք գնահատում, որտեվ կներեք էլի խորը հարգանք ունենալու նաև ձեր հանդեպ, հանրության հանդեպ, բայց գնահատականը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ մրցակցության կարծում նաև ճիշտ է, որ մասնագիտական օբյեկտիվ ոչ որևէ շահից բխող հիմա դուք ասում եք մի կողմը կարող է հետաքրքրել հիշմանը որտեղ որ ասի մենք սենց ենք ար մյուս կողմին հետաքրքիր որ բայց ոչ մի քաղաքացու կյանք բան չի փոխվել այդ կոնտեքստում ներկայացի ես էլ ասում օբյեկտիվ աշխարհը գնահատել է երբևիցե ամենաբարձր ինդեքսը որոնց դժվար ես այդ աշխարհի վրա ազդեցություն ունենի հիմա կոնկրետ ինչ է ստացած սպառող ես ձեր ձևակերպումների հետ համաձայն եմ բացառությամբ մի բանի որ մենք սպառողին չենք անդրադարձել եկեք պետք փաստ ֆիքսենք, որ սպառողի ֆունկցիան սկսվել է իրականացվել բառից բուն իմաստով 3 չի առաջի օրը։ Այսինքն ինձ ասել, որ սպառողը չի արվել, մի քիչ ճիշտ չի։ Եվ 1182 մարդու կյանքում բան է փոխվել, որտեղ 1182 դեպքով այս կար ժամանակում զբաղվել ենք։ Ասում եմ, սպառող, ցանկացած սպառող կարող է իր բողոքը հասցեագրի գնա այդ խնդիրը լուծվի։ Կա անհատական խնդիր, որը կարող է չլուծենք, կա հանրային խնդիր, որ կարող է լուծենք, կարանք դեպքերը թվարկենք, թե ում կյանքում ինչ է փոխվել, օրինակ, չգիտեմ, անձի կյանքում 3 չառաջորը փոխվեց, բան, որտեղ իրան խաբել էին իր թեյնիկի գնման հարցում, գնացինք, արեցինք։ Այո, մենք պետք է կարողանանք միջավայրը ձևավորենք։ Զեղչերով փոխվել է մարդկանց կյանքը, լրիվ չի փոխվել, իհարկե չի փոխվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր սպառողներին խաբելու հարյուրավոր դեպքեր կան։ Մենք չենք ասում, որ սպառողին խաբելու դեպքեր, բայց ես ասում, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության սպառող առաջի անգամ իր կյանքի ընթացքում ունի կենտրոնական մարմին, որտեղ կարող է իր ցանկացած խնդրով զանգի դիմի, իհարկե բիզնես հարցերով էլի, եւ ունենա հարցի հասցեատեր հարցի լուծում։ Հիմա ինչ վերաբերում խոշոր բիզնես եւ գյուղացի Պարոն Թադևոսյան, Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին 1.6 միլիարդ դրամ փող է վերադարձել գյուղացիական տնտեսություն մթերողների կողմից առանց մեծ տուգանքների, առանց մեծ վարչարության եւ այլն, այսինքն սիրո եւ համերաշխության մթնոլորտում։ Ընդհանրապես մի քանի քեյս ենք ունեցել, մի 20 միլիոն դրամի կամ 30 միլիոնի տուգանք։ Առևտրային խոշոր ցանցերը մոտավորապես 4 միլիարդի կարգի փող են վերադարձել մատակարարներին։ Մնացել է տակը մի 200-300 միլիոնի պարկ մի երկու առևտրային ցանցի կողմից։ Մեծ սուպերմարկետը, որը սնկանում էր մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործընթացի արդյունքում չսնկացավ 1000 մարդ գործից դուրս չմնաց եւ մատակարարների պարքերը որոշակի ժամանակահատվածի ընթացքում ամբողջությամբ կմարվեն, իհարկե անունը չեմ ուզում այդ ընկերությունների տալ, որ այդ բան չստեղծվի։ Այս է ստացել կոնկրետ Հայաստանի Հանրապետության սպառողը, այս է կոնկրետ ստացել Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունը, այս է ստացել Հայաստանի Հանրապետության մատակարարը։ Ընդ որում սա խոսում եմ, որ օրենսդրական այդ փոփոխությունները հարգելի գործընկերներ տեղի ունեցան ընդամենը 2024 թվականի ընթացքին։ 2024 թվականի հունիսից ենք, չէ՞, սկսել պարոն Թունյանը դրա հարցով զբաղվել։ Այդ 6 ամսվա ընթացքում ես հուսով եմ ձեզ ներկայացրեցի, թե ինչ է ստացել պարոն Թունյանի տված ժամանակային սահմանափակման մեջ։ Շնորհակալություն։ Եկեք հարգելի գործընկերներ, ամեն դեպքում մտքերի փոխանակության համար եթե 2 րոպե կարիք կա, այդ էլ բան անենք։ Խնդրեմ 2 րոպեվա ընթացքում խնդրեմ պարոն Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, տարիների կտրվածքով այդ տուգանքները, որ նշանակել եք, ինչ բան կա, ասենք, թվաբանություն կա, ինչքանով է վճարվել, ինչքանով չեն վճարել,
դրանք ընթացքի մեջ են, թե ասենք կամ դեպքեր, որոնք ասեն դատարանը որոշել է, որ չպիտի վճարեն։ Մոտավորապես։ Հաջորդ հարցը, եթե ես ճիշտ հասկացա, դուք բանա այդ դեմպինգի հետ կապված պայքարում ասացիք, որ չհասկացա նախագիծա, թե արդեն բանա պրակտիկա է, որ կասեցնեք ընկերության գործունեությունը։ Ստեղ այն նպատակը, որ դուք հետապնդում եք, որը շատ ճիշտ նպատակ է, հակառակ էֆեկտը չի առաջանա շուկայից, ասենք, անցանկալի մարդկանց կամ ընկերություններին դուրս մղելու իմաստով։ Եվ երրորդ հարցը, եթե իհարկե Ոյ հարցերը բրտա, հա, ուզում եմ։ Եվ երրորդ հարցս, որ ավտոշուկայի հետ կապված դուք ինչ-որ ուսումնասիրություններ ունեք, թե չունեք։ Եվ քանի որ չեմ ունենալու արձագանքելու հնարավորություն, ասեմ, որ անցած տարվա հոկտեմբեր ամսվա կտրվածքով Ղազախստանով Ռուսաստան է գնացել մոտ 1 միլիարդ դոլարի մեքենա, որի մեծ հիմնական, այսպես կոչված, սուբյեկտները եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ընկերություններ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Բագրատյան։ Պարոն Գևորգյան, նշեք խնդրում եմ այդ ընկերությունները ամենախոշոր տուգանված առաջինից երրորդ 1 2 3 ամենախոշոր տուգանված ընկերությունների անունը եւ ամենակարևորը, որ ուզում եմ առաջարկեմ, որ մենք մեր գործունեության ընթացքում երբևէ որևէ տնտեսվարողի աշխատանքը գործունեություն չկասեցնենք, որովհետեւ եթե կա երևույթը ուսումնասիրելա պետք է մարդուն զգուշացնել ժամանակ տալ, աշխատել հետը, ոչ թե դադարեցնել կամ կասեցնել, դա անթույլատրելի է բիզնեսի տեսակետից բազմաթիվ տարիներով։ Հիմա այս սա լրատվականներ գնում որ գործունեություն կասեցրել, որևէ մեկի գործունեություն մենք իրավունք չունենք կասեցնենք, ես նման բան չեմ ասել։ Հարկ աստու, որ իրավունք Մի չունեք, տարի պարոն Թունյան ոչ մեկը տամփուչ խութեսը մի տարի սկսելու եմ հերքել, որ ես գործունեություն չեմ կասեցնում։ Հավատացեք, մեր կյանքը ավելի հեշտ արկելու համար, որ ես դες բան չասել եմ, ընդհանրապես միջանկյալ միջոց ես կիրառում, խախտումը, գործողությունը սահմանափակելու ընկերություն չեն կասեցնում ոչ մեկին, հավատացեք, խնդրում եմ, էլի, ոչ է դադարեցման չկա։ Նախագիծը հենց գալու է ձերմուտ քննարկեք, տեսնեք չկա։ Չէ, եկեք, հիմա մի տարի գնալու եմ հերքեմ, էլի։ Ես գիտեմ, ամեն տես հաղորդումից հետո մի հատ բան գնում է։ շատ ավելի լավ, պարոն Գևորգյան, որ հաստատում եք, որ չկա նման բան եւ խնդրում եմ, որ ընդհանրապես չնախատեսվի նման միջոցառում, որովհետեւ մենք այսօր պետք է կանգնենք բիզնեսի կողք, օգնենք բիզնեսին, ոչ թե խոչընդոտենք։ Ցանկացած հարցում մենք կարող ենք քննարկել բիզնեսի հետ աշխատել։ Այս իմաստով խնդրում եմ ձեր սանկցիաների մեջ երբևէ չլինի կասեցում, դադարեցում տերմիններ։ Գիտեմ, որ չկա եւ առաջարկում եմ ընդհանրապես չունենալ նման սանկցիա։ Շնորհակալություն։ Հա, ես էլ երկու բառ ասեմ, նախ շնորհակալություն զեկույցի համար, պարոն Գևորգյան։ Իրականում մենք ահագին քայլեր այս տարիների ընթացքում ու հատկապես վերջի տարվա ընթացքում արել ենք, թե օրենսդրական մակարդակով, թե մնացած առումներով, հարգելի գործընկերներ։ Ուղղակի ավելի մանրամասն քննարկենք համ լիագումար նիստերի դահլիճում, հետո բյուջեի քննարկումների ժամանակ, այս առանձին նախագծերը արդեն երբ որ գա որպես առանձին նախագիծ վերաբերյալ կխոսենք, մանավանդ որ մենք երկու շաբթի օրը արտահերթ նիստ ունենք հանձնաժողովի ու մի նախագիծ ենք այդտեղ քննարկելու մրցակցությանը վերաբերող, զուտ երկու բանի եմ ուզում շատ կարճ անդրադառնալ։ Առաջինը պարոն Բագրատյանի ասած միտքը շարունակելով, շատ կարևոր է, որ մենք ինչքան փորձում ենք ստվերի դեմ պայքարել, մրցակցության իրավիճակը բարելավել, այնպես չանենք, որ կամ ռուսեն ասած պերեբոր չանենք, որ ինքը տնտեսվարողների համար գլխացավանք չդառնա, եւ երկրորդը ես ավելի շատ կարծում գործընկերներս էլ իմ կարծիքը կիսեն, մրցակցության հանձնաժողովի դերը պատկերացնում ոչ թե որպես պատժիչ, այլ կանխարգելիչ եւ շատ ավելի ճիշտ կլինի մենք սրանից հետո շեշտը դրա վրա դնենք ու մրցակցության հանձնաժողովը որոշիչ դեր ունենա օրենքների որոշումների կայացման process-ում, որ մենք չունենանք իրավիճակներ, երբ մեր կայացած որոշումների արդյունքում շուկայում կենտրոնացվածությունը խորանա կամ ստեղծվի որոշ մենաշնորհային իրավիճակներ։ Մնացած հարումով էլ դե ինդեքսների մասով շատ չխոսեմ, որովհետև կասեն դիտմամբ հարցեր են տալի, որ ինդեքսների մասին նշեք, բայց մեր հասարակությունը իրականում այդ ինդեքսներին չի նայում, մեր հասարակությունը նայում է կյանքի իրական պատկերին ու իր ընկալումներին, որովհետև կարող է
իրականում այդ ինդեքսները բարելավեն, պարոն Ավետիսյան, մրցակցային իրավիճակն էլ բարելավի, բայց մարդիկ ավելի դժգոհ լինեն, որովհետև իրանց ակնկալիքները ավելի բարձր են։ Մենք երեք քննարկում էինք անում գործարարների հետ, որ իրանք այսօր շատ բաներից բողոքում են, բայց որ մի քիչ հիշողություն էլ արում են, թե 8 տարի առաջ ինչ ունեին, հասկանում են, որ ամեն դեպքում էական փոփոխություններ կա։ Պարոն Ավագյան, դուք չէ, դուք հարց տալու ելույթի իրավունք, մենք ձեզ հրավիրել ենք ձեր հարցի քննարկման համար, զուտ կանոնակարգն է այդպեսին, խնդրեմ պարոն Գևորգյան, ձեր ամփոփիչ խոսքը։ Չէ, ասեցի, քանի ստեղ եք, կակրած լավ առիթ, կարող եք հիմիկ բանից ձեր հարցերը մշակել, հետո քննարկեք։ Խնդրեմ պարոն Գևորգյան։ Շնորհակալ եմ, մեկ անգամ եւս ուզում եմ շեշտադրել միջանկյալ միջոցը որևէ ընկերության ԱՁ-ի, ՍՊ-ի, ՓԲ-ի, ԲԲ-ի, ՀԿ-ի կասեցման, դադարեցման վերաբերյալ չկա, չի կարող լինի, մենք դες միտք չունենք եւ չունեցած մտքի համար դատապարտել պետք չի։ Ասել ենք միջանկյալ միջոցը վերաբերում պայմանական դուք ինչ որ մեկը դեմպինգ է անում, դեմպինգի գործողության կասեցման մասին է խոսում, գործողության, ընկերության գործունեության չէ։ Կոնկրետ վարքագծի կասեցման, օրինակ պետական գնումներով կարծում ենք, որ կա չարաշահում, ասում ենք, այս պայմանագիրը այս պահի մի քիչ։ Պարոն Աղազյան, կբերենք օրենքի նախագիծը, ասում գործունեություն չենք կասեցնում ենք գործողությունը դատարանի որոշմամբ։ Կբերենք, կնայեք օրենքի նախագիծը։ Պարոն Աղազյան, այդ նախագիծը դեռ պիտի գա Պարոն ազգային Աղազյան, ասում կոնկրետ գործողության մասին է, պարզ եմ ասում, կոնկրետ գործողություն, ոչ թե բենզինի ներմուծումն եմ կասեցնում, կոնկրետ գործողություն, այսինքն այսօր սահմանել է 200 դրամ, ասում 200 դրամ սահմանելու գործողությունը հատուկ ընթացակարգով, հատուկ պաշտպանության մեխանիզմով, բայց ելի կբերենք նախագիծը ստեղ, պարոն Պապոյան ներկայացնելու աշխարհի փորձը, ընթացքը եւ այլն։ Հակառակ պարագայում ասում, եթե չէ, կարող ինքը սահմանը 200 դրամ, ինչը մենք վարչարություն անենք, այն 42 հոգին դուրս մնա շուկայից։ Տեղ կա խորը լոգիկա, էլի, բայց ես էլի եմ շեշտում, չեմ ասել տենց բան եւ չեմ էլ ասելու։ Հիմա ինչ վերաբերյալ վճարված տուգանքների եւ դատական գործերի, այո, տուգանքները վճարվում են, մենք դատական գործերի քանակը մեր օգտին 74% է եւ եթե հանենք մի տարվա վատ վիճակագրությունը, որտեղ մենք 5 տարի առաջվա գործերն ենք պարտվել, մոտավորապես 80%-ից բարձր է եւ տուգանքներն վճարվում են հետեւյալ սխեմայով, եթե մարդը կամով 2 ամիս շուտ է վճարում, 70%-ը վճարելուց հետո համարվում ամբողջությամբ վճարված մեխանիզմներ ենք մենք ներմուծել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտի համար հետաքրքիր լինի։ Ավտոշուկայի գործունեություն չենք նայե, խոշոր ընկերությունում ենք տուգանել, պարոն Բակս, եկեք թույլ տվեք ինձ այս անունները չասեմ, ոլորտներն ասեմ, չեմ սիրում տնտեսվարող սուբյեկտի անուններ տալ, որտեղ դրանք տարբեր մեկնաբանություններ են հետո ստանում։ Ամենախոշոր տուգանքները նշանակվել է խաղային ոլորտում այս տարի, բենզինի ոլորտում եւ սննդի առաքման ոլորտում։ Հիմա անդրադառնամ գլխացավանք չանդրադառնանք, կանխարգելիչ ֆունկցիա եւ այլն այդ բաները։ Ժորտ, ես ուզում եմ մի քիչ որպեսզի պատկերը շատ հստակ լինի։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վիճակագրությամբ ավելի շատ առաջարկ է ներկայացրել գործընկեր կառույցներին, քան երբևիցե։ Մենք հրապարակել ենք այդ առաջարկների քանակը, որը ներկայացվել է կառավարություն եւ ազգային ժողով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարծում կատարում է էական կանխարգելիչ ֆունկցիա։ Մեր եզրակացությունները մինչև այսօր մի եզրակացություն ազգային ժողովը չի ընդունել եւ օրենքը մեր բացական եզրակացությամբ ընդունելը դա եղել է ստենների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը ազգային ժողովը, մենք հանձնաժողովներով չէ, մենք մի անգամ եղել է, մնացած բոլոր դեպքերում, թե կառավարության գործընկերն, թե ազգային ժողովի գործընկերները, թե մնացած գործընկերները մեր բանան եւ էլի կանխարգելիչ ֆունկցիայի վառ օրինակն է, որ ասում են գյուղացիական տնտեսությունը վերադարձած 1.6 միլիարդ պարքից 1.2 միլիարդ եղել է առանց 1.3-ը առանց վարչարություն, այսինքն հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում տնտեսվարողները վերադարձել են, բայց եկեք չմոռանանք, մենք վարչական
կամին ենք, չեն կարա։ Հիմա այս զգուշացման ինստիտուտն ենք դրել, որ ասում ենք հարգելի տնտեսվարող մի արա եւս մեկ անգամ արա, բայց ինչ որ պահից սկսում ենք ասել, որ չգիտես, ստեղ sense խնդիր կա։ Հիմա հակառակ դաշտիցը նայեք, որտեղ օրինակ նույն խաղային ոլորտում, երբ որ մենք մեծ պատասխանատվության ենթարկեցինք, դա քաղաքացիներին ուղղորդված այդ գովազդային SMS-ներ եւ այլն։ Հիմա մի կողմից է դուք մի այս պատկերի մյուս կողմը նայեք, որ նույն քաղաքացիները, նույն սպառողները, որոնց կյանքում բան է փոխվել պարոն Թադևոսյան, ստանում էին ավետիսան կներեք Այդտեղից է ֆիքսվել։ Մի 4 տարի առաջ գրանցվել են, ստանում են մինչև հիմա կարճ հաղորդագրությունի մեծ մարկած իրավունքներ է պետք պաշտպանել։ Հենց որ մենք կարծում եմ բավականին բալանսավորված գործողություն ենք անում։ Բայց պարոն Ավետիսյան, դուք անգերազանցելի տաղանդ ունեք, ամենափոքր բանը խիստ քաղաքական